Հիմա այս մամուլի ասուլիսին մենք հայտարարում ենք, որ մենք ողջամիտ ժամկետ, տեսեք, քանի որ մենք արդեն 1 տարուց ավել այս խնդիրը բոլորը գիտեն, հա, կառավարությունում էլ գիտեն, իրավապահ համակարգում էլ գիտեն, կադաստրում էլ գիտեն, Երևանի քաղաքապետարանում էլ գիտեն, ու մեր համար առնվազն անհասկանալի է, էլի, որտեղից է գալիս, ինչ որ միտեղից տպավորություն է ստեղծվում, որ կա տենց հովանավորչություն, որ անընդհատ խոչընդոտում են։ Մենք տենց ենթադրություններ ունենք, հիմա մենք ուզում ենք հասկանանք, եթե չկա այդպիսի բան, իսկ հովանավորչությունը մենք բնականաբար բոլորս էլ հասկանում ենք, որ պետական ամենաբարձր մակարդակով պետք է այդ հովանավորչությունը լինի, որպեսզի նմանատիպ ապօրինությունները ցենց բացահայտ կոպիտ ձևով մեր իրավունքները ոտնահարվի ու ոչ մեկ դրա համար պատասխանատվություն չկրի։ Դրա համար մենք հիմա ակնկալում ենք ու պահանջում ենք 10-օրյա ժամկետում մեր բարձրացած խնդիրներին հստակ առարկայական արձագանք պետության կողմից, պատկան մարմինների, իրավապահ համակարգի կողմից եւ հակառակ պարագայում, եթե պատշաճ արձագանքը չեղավ, մենք անցնելու ենք ծայրահեղ միջոցների, փակելու ենք ամենօրյա ռեժիմով Անաստաս Միկոյան փողոցը եւ հարակից փողոցները, որպեսզի մեր ձայնը լսելի դարձնենք հանրությանը եւ այդ թվում պատկան մարմիններին, որ այսպես շարունակվել ուղղակի չի կարող։ Ես ուզում եմ մի շատ կարևոր հանգամանքի վրա էլ ձեր ուշադրությունը հրավիրել։ Տեսեք, խնդիրը համակարգային խնդրի մասին եմ խոսելու, կառուցապատման ոլորտում առկա քաոսի եւ չգիտեմ, կառուցապատման ոլորտը այնպիսի տպավորություն է մեր մոտ ստեղծվել, որ կառուցապատման ոլորտը դարձել է մի հատ կոռուպցիայի որջը։ Ու ոչ մի կերպ երբ որ մենք լսում ենք պետության, կառավարության այն խոստումները, հորդորները, որ իրենք անխնա պայքար են մղում կոռուպցիայի դեմ, եւ պետքա այդ կոռուպցիան արմատախիլ արվի երկրում, մենք հակառակ պատկերն ենք տեսնում։ Վառ օրինակի մասին հիմա խոսելու եմ ձեր հետ, այստեղ տեսնում եք ցուցադրված են պոստերներով ինչ պետքա լիներ մեր թաղամասը, այսինքն ինչ է ներկայացված եղել կառուցապատող ընկերության կողմից, ես ձեզ ասեմ, որ բոլոր անխտիր բոլոր կառուցապատողների մոտ այդ հարցը կա։ Ուղղակի երևի նմանատիպ խնդիրները շատ են, շատ տեղերում, բայց քանի որ մենք, չգիտեմ, տենց անընդհատ կազմակերպում ենք նմանատիպ միջոցառումներ, ստացվում է, որ իբր մենակ մեր մոտ է այդպիսի խնդիրներ, բայց ոչ, հավատացած եղեք, որ խնդիրները բոլոր կառուցապատողների մոտ անխտիր կա։ Նախ կառուցապատման սկզբնական նախագիծը ինչ են ներկայացնում գնորդներին ու հետո քանի անգամ են փոխում այդ նախագծերը։ Տեսեք, մեզ ինչ էին խոստացել, մենք ինչ ենք ձեռք բերել ու արդյունքում ինչ ենք ստացել։ Հիմա կոնկրետ կառուցապատման ոլորտի կոռուպցիոն մեխանիզմների մասին պետք է խոսեմ։ Երևի ուրեմն Անաստաս Միկոյան 64 հասցեին հարակից, Անաստաս Միկոյան 68 հասցեում, հենց հիմա այս վերևում իրականացվում է բնակելի շենքի կառուցապատում Մոսկովյան շինարարական ընկերության կողմից, այս իրենց հաստատված նախագիծն է։ Ուրեմն տեսեք, բնակելի շենքի կառուցապատման համար հրդեհային անվտանգության օրենսդրության պահանջներից է, որ բնակելի շենքը ցանկացած բնակարան պետքա բոլոր կողմերից հասանելիություն ունենա հրշեջ մեքենաների կողմից։ Հիմա տվյալ ընկերության պատկանող հողամասը չունի երկու ճանապարհ, ընդամենը մեկ ճանապարհ ունի, ու որպեսզի այդ արգելքը հաղթահարի, կեղծ հատակագիծ, կեղծ փաստաթղթեր ներկայացրել քաղաքաշինության կոմիտե եւ տեսչական մարմին, վարչապետինքից քաղաքաշինության եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմին, որտեղ ստացել է դրական եզրակացություն, դրանից հետո տվյալ նախագիծը ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացություն ու բնականաբար ստացել է շինարարության թույլտվություն։ Երբ որ մենք դիմումներ ենք գրել տեսչական մարմին, քաղաքաշինության կոմիտե, հստակ ներկայացրել ենք, որ
ներկայացված նախագծում երկրորդ ճանապարհ գոյություն չունի իրականության մեջ, այդ թվում այդ ճանապարհը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Անաստաս Միկոյան 64 բնակելի թաղամասի բնակիչներին։ Ինչ հիմքով եք դուք այդ կեղծ փաստաթղթերի հիման վրա տվել դրական եզրակացություն։ Տեսչական մարմինը պատասխանել է, որ իրենք միայն ուսումնասիրում են փաստաթղթերը, իրենք փաստացի տեղանքում որևէ ուսումնասիրություն չեն կատարում։ Ինձ հավատ չի ներշնչել տեսչական մարմնի պատասխանը, որովհետև ըստեղ ենթադրյալ կոռուպցիոն սխեմաների հետ գործում ենք, որովհետև եթե տեսչական մարմինը ես հասարակ քաղաքացին կարողանում եմ կադաստրային քարտեզներով հայտնաբերել, որ իրականության մեջ նման ճանապարհ գոյություն չունի, ապա տեսչական մարմինը որպես այդ ոլորտի վերահսկողություն իրականացնող մարմին առնվազն շատ հանգիստ այդ տվյալները կարող էր ստանալ։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահին ուղղված դիմումում ներկայացրել ենք բոլոր քաղաքաշինական նորմատիվների խախտումները, որոնք այս հաստատված նախագծում առկա են։ Քաղաքաշինության կոմիտեն նույնպես պատասխանել է, որ ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում։ Հիմա տեսեք, տեսչական մարմինը ասում է, որ ես դրական եզրակացություն տվել եմ զուտ փաստաթղթերի հիման վրա, այսինքն ես չգիտեմ մանրամասն այդտեղ այդ հողը ումն է, ինչ է եւ այլն։ Ասում է քաղաքաշինության կոմիտեն համալիր փորձաքննություն իրականացնելու ժամանակ թող հայտնաբերեր ու չտար դրական եզրակացություն։ Երբ որ մենք դիմում ենք քաղաքաշինության կոմիտեին, ասում ենք ինչպես է տվել դրական եզրակացություն։ Քաղաքաշինության կոմիտեն ասում է, որ տեսչական մարմինը դրական եզրակացություն է տվել, մենք այդ հիմքով դրական եզրակացություն ենք տվել։ Դուք հասկանում եք, չէ՞, աբսուրդի ժանրը։ Համալիր փորձաքննության պետական համալիր փորձաքննության դրական եզրակացության մեջ նույնիսկ կադաստրի պետական կոմիտեն, որ հենց անմիջական իր վերահսկողության ներքո է գտնվում այս հարցը, նույնպես դեմ չի եղել։ Դեմ է եղել վերապահումով այն բանի համար, որ այդ հողամասում արկա է կարգավիճակը չպարզված պարիսպ։ Դուք հասկանում եք, մենք հիմա ինչ իրավիճակում ենք հայտնվել։ Ամբողջ այս իմ նշած պետական կառույցները կամ ամբողջովին կոռումպացված են, ենթադրությունը դա է, որովհետև նմանատիպ ճչացող անօրինականություն անելը ու դա մինչև հիմա շարունակելը խոսում է դրա մասին, կամ մենք գործ ունենք քիչ առաջ նշածս հովանավորչության հետ։ Հիմա մենք պահանջում ենք կառավարությունից, իրավապահ համակարգից պարզել բոլոր մանրամասները կոնկրետ այս նախագծի հետ կապված, թե ինչպես է ստացվել, որ կեղծ փաստաթղթերի, կեղծ նախագծի հիման վրա տվյալ ընկերությունը ստացել է համալիր փորձաքննության դրական եզրակացություն, ստացել է շինարարության թույլտվություն։ Մենք այս հարցով հակակոռուպցիոն կոմիտե ենք դիմում ներկայացրել, որտեղ էլի մանրամասն նշել ենք բոլոր խախտումները, ու որ այդ պարագայում, այդ խախտումների պարագայում անհնարին էր, որ այս նախագիծը դրական եզրակացություն ստանար, բայց հակակոռուպցիոն կոմիտեն օգոստոսի 21-ին ենք դիմումը ներկայացրել, առ այսօր հակակոռուպցիոն կոմիտեն որևէ գործողություն չի արել, որևէ տեղեկատվություն չկա։ Ես զանգահարել եմ, խնդրել եմ, որ տեղեկատվություն ներկայացնեն ներկայացված դիմումի առնչությամբ, ինձ ասել են, որ պետքա գրավոր դիմում։ Գրավոր նորից հոկտեմբերի 31-ին դիմում եմ ներկայացրել, խնդրելով ներկայացնել գործի ընթացքի մասին որոշակի տեղեկատվություն, որովհետև բոլոր բնակիչների մոտ տպավորություն է ստեղծվել, որ հակակոռուպցիոն կոմիտեում էլ է այս դիմումը ծածկադմփոց արվում։ Հիմա մենք պահանջում ենք հակակոռուպցիոն կոմիտեից, քաղաքաշինության կոմիտե, տեսչական մարմին, կադաստրի պետական կոմիտե պաշտոնապես պարզաբանումներ տան, թե ինչպես է այս նախագիծը ստացել համալիր պետական փորձաքննության դրական եզրակացություն։ Ես փաստաթղթերով ձեզ կարող եմ ներկայացնել եւ ներկայացված դիմումները եւ իրենց անբովանդակ պատասխանները։ Տեսեք, մեր երկրում հիմա ձևավորվել է մի հատ սովորույթ, որ երբ որ քաղաքացիները որևէ խնդրով, որևէ հարցով իրենց իրավունքների խախտումը վերացնելու նպատակով դիմումներ են ներկայացնում պատկան մարմիններ կամ իրավապահ մարմիններ, որևէ տեղից պատշաճ արձագանք չի ստացվում։ Ես հորդորում եմ, որ վերջի վերջո մեր կառավարությունը եւ երկրի ղեկավարությունը պարտադրեն
պատկան մարմիններին, որ ամեն դեպքում դիմումներին պետքա պատշաճ արձագանք տրվի եւ հիմնավոր պատասխաններ։ Չի կարելի օրենքով որոշակի ժամկետներ ֆիքսեն, որ մարդիկ անպատասխան ամիսներով, տարիներով չմնան։ Տեսեք, ես 4-5 էջանոց դիմում եմ ներկայացնում։ Բոլոր օրենքի հրդեհային անվտանգության մասին օրենքի, քաղաքաշինության ոլորտի նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի հրամաններից բոլոր տեղերից այն խախտումները, որոնք արձանագրված են կոնկրետ այս դեպքում, քաղաքաշինության կոմիտեն ինձ պատասխանում է 2 նախադասությունը, որ օրենքի շրջանակներում է տրվել, այսինքն չեն անդրադառնում նույնիսկ իմ մատնանշած օրենքի խախտումներին։ Դրա համար մենք հույս ունենք, որ այսօրվա մամուլի ասուլիսը հնարավորություն կտա նաև այն մյուս քաղաքացիներին, մյուս թաղամասերում, ովքեր ունեն նմանատիպ խնդիրներ, իրենք էլ պետքա բարձրաձայնեն, որպեսզի պետությունը պատշաճ ձևով արձագանքի։ Սա խոսում է պետության թույլ վերահսկողության, թերի վերահսկողության եւ ոչ պատշաճ արձագանքի մասին։ Վերջի վերջո մենք այս երկրի սեփական քաղաքացիներն ենք եւ մեր իրավունքները պետքա պաշտպանվեն։ Մենք ավել բան չենք ուզում, մենք մեր իրավունքներն ենք ուզում վերականգնենք։ Տեսեք, դա էլ է հարցերի հարցը։ Նույն կադաստրի պետական կոմիտեն դատարանի իմ վկայակոչած վարչական դատարանի որոշման հիման վրա կասեցրել է մեր սեփականության իրավունքի փոխանցումը, հիմնավորելով, որ տվյալ դատական ակտի վերջնական որոշում չկա։ Հիմա այդ պարագայում հարց առաջանում, այդ նույն հողամասի վրա հենց հիմա շարունակվում է շինարարական աշխատանքներ, իմ նշած կեղծ նախագծով անօրինական, որի մասով որևէ պատկան մարմին չի դադարեցրել, չի կասեցրել այդ շինարարական աշխատանքները։ Երբ որ ես երևի նախագծերով էլ ձեզ ցույց տամ, հա։ Սա մեր թաղամասի նախագիծն է, կանաչ գույնով նշված է տվյալ ընկերությանը պատկանող հողատարածքը։ Տեսեք, ստեղ ոչ մի ճանապարհ գոյություն չունի։ Ստեղ մենք ունենք մանկական զարգացման կենտրոն այն հատվածում, որի համար, այո, հրշեջ մեքենայի մոտեցման ճանապարհ կա, բայց ընդամենը վերջանում է այդ մանկական զարգացման կենտրոնի շինության մոտ։ Դրանից հետո շարունակվող հատվածում մեր նախագծով հաստատված սահմանված է կանաչապատ տարածք, որտեղ լինելու են ծառեր, չգիտեմ, զրուցարաններ եւ այլն եւ այլն։ Այսինքն, երբ որ ես տեսչական մարմնի պաշտոնյային հարց եմ տալիս, ասում հարգելիս, բա որ Աստված չանի, հրդեհ լինի։ Մենք էլ մեր նախագծով մեր աշխատանքները իրականացնենք, հա, այդտեղ ծառեր լինեն, զրուցարաններ լինեն։ Ինձ կասեք, հրշեջ մեքենան ո՞նց է մոտենալու այդ տարածքին։ Ինձ փորձում են հիմնավորել, որ դե եթե հրդեհ է լինում, ամեն դեպքում հրշեջ մեքենան բոլոր տեղերով էլ իրավունք ունի մոտենա, ասում ես ընդունում եմ դա, բայց ինձ ասեք, այդ հրշեջ մեքենան տրանսֆորմերա լինելու, ինչ է լինելու, որովհետև եթե դիմացը եղավ, ասենք, պատ, հաստաբուն ծառեր, գիտեք ինչ են ինձ պատասխանում, ասում դե ծառերը կկտրեն ուրեմն, ասում դուք հասկանում եք պետական պաշտոնյայի անադեկվատ պատասխանը, էլի։ Այսինքն հրդեհի ժամանակ հրշեջները պետք է իջնեն, չգիտեմ, ասենք մի 50 հատ ծառ կտրեն, որ կարողանան մոտենան։ Այս մոտեցումը, տեսեք, այս կառուցապատման ոլորտը իրոք, եթե դուք ընդհանուր դիտարկենք ամբողջ Երևան քաղաքում ու հնարավոր է նաև մարզերում էլ, ես ուղղակի մարզերից տենց տեղեկություններ չունեմ, դարձել է ռեալ կոռուպցիոն որջը, կոռուպցիայի որջը ու ոչ մեկ դրա համար որևէ գործողություն չի անում, ոչ իրավապահ համակարգը, ոչ պատկան մարմինները, ոչ կառավարությունը, ոչ մեկ։ Տեսեք, նույն հակակոռուպցիոն կոմիտեի մասին խոսելիս մենք բնականաբար ամենօրյա ռեժիմով նորություններին հետևում ենք, տեսնում ենք, չէ՞։ Ինչ որ մի պաշտոնյա կամ դպրոցի ինչ որ ուսուցիչ 500,000 կամ 1 միլիոն, 2 միլիոն դրամ ինչ որ ենթադրյալ կոռուպցիոն կամ կաշառքի գործով հակակոռուպցիոն կոմիտեի արագ արձագանքը գնում են, ձերբակալում են, տանում են, ըստեղ ամբողջովին հիմնավորված ներկայացված է բոլոր այդ ենթադրյալ կոռուպցիոն սխեմաները, բայց հակակոռուպցիոն կոմիտեն 2 ամսից ավել է
որևէ գործողություն չի իրականացնում ու դա մեծ տարակուսանք է առաջացնում ու հավատ չի ներշնչում, որ առնվազն կառավարության ներկայացրած ծրագիր կամ իրենց մոտեցումը, որ կոռուպցիան պետք է արմատախիլ արվի, ստացվում է, որ իրականությանը չի համապատասխանում ու մենք օրեցօր բախվում ենք նոր կոռուպցիոն ինչ-որ մեխանիզմների ու եթե դրանք անպատիժ են մնում, մեր մոտ այլ ենթադրություն չի մնում, քան որ այդ ամեն ինչը արվում է պետական ամենաբարձր մակարդակով, էլի։ Հիմա մենք ակնկալում ենք պետության կողմից, կառավարության կողմից պատշաճ արձագանք, հակառակ պարագայում 10-օրյա ողջամիտ ժամկետը լրանալուց հետո մենք անցնելու ենք ծայրահեղ միջոցների։